Ողջույն սիրելի եկեղեցի, ոնց եք, ոնց է ձեր առողջությունը, Արամ եղբայրն անստեղ եկեք, ողջուն ենք, բոլորս ասենք, Արամ ջան, բարեկոմ ենք, սիրում ենք։ Մեզ հետ է նաև Այզիկը, գիտեք, չէ՞ ով է, չգիտեք, Պակիստանից մեր եղբայր, եկեք իրան էլ ծափահարենք, ողջուն ենք։ Այզիկ, թարգմանում ենք քեզ, հա, դու լսում ես, հա, ինձ լսում ես, հասկանում ես, Այզիկ ջան։ Հա, լավ, хорошо։ Դե թող Աստված օրհնի ձեզ, այսօր հետաքրքիր խոսք ենք ունենալու Փառք Աստծո Կիրակի օրվա համար, որ Տերը տվել է մի օր հանգստանալու, որ մեր ձեռնել այդ օրն էլ չէինք հանգստանա, այդ օրն էլ կաշխատեինք, լավ է, որ մեզ կարգավորել է, խելքի է բերել եւ մենք կարողանում ենք մի օր նվիրել իրան եւ այդ օրը հանգստանալ։ Հավատացեք, աշխարհի մեջ շատ մարդիկ կան, այդ մի օրը չունեն։ Իրանք այդ օրը չեն գնահատում, այդ օրը չեն հասկանում, այդ օրը էլի աշխատում են, իբրև թե հանգստանում են, բայց հանգիստ էլ չունեն, տունն էլ կոտորվում են եւ այդ հանգիստը չեն կարողանում վայելել։ Եվ այսպես այսօրվա խոսքը այսպիսին է լինելու՝ առատաձեռն օրհնություն, թե ագահության անեծք կամ նրա հետևանքները։ Ավելի կարճ Մարիամը կարագրի մեր բանի վրա առատաձեռնություն, թե ագահություն։ Եվ այսպես ուզում եմ խոսել մի քիչ ինչ է նշանակում առատաձեռն լինել եւ կամ ագահ։ Ուրեմն առատաձեռնության եւ ագահության մեջ ընտրություն կա, միշտ ամեն ժամանակ մարդ կանգնում է ընտրության առաջ։ Լինի առատաձեռն ինչ որ իրավիճակում, թե ագահ լինի այդ ժամանակ եւ մենակ իրեն։ Մենք հայկական մի ասացվածք ունենք. մի եղիր ուրաքի պես, միշտ դեպի քեզ, այլ եղիր մեկ դեպի։ Այդ խոսում է մեկը ագահության մասին է խոսում, մեկն էլ խոսում է մեկին, որ կարողանում է տալ մեկը նրան, մեկը ուրիշին։ Մի բան էլ հենց սկզբից ասեմ, ես Իսրայելում գնացի Մերիալ ծով, որտեղ մոտ 27 գետ է թափվում այդ ծովի մեջ, բայց ինքը կոչվում է Մերիալ։ 27 գետ գալիս են այդ ծովի մեջ, բայց այդ ծովը կարելի ասել ոչ մի տեղ դուրս չի գալիս ու ոչ մի բան, ոչ մի ձուկ անգամ, ոչ մի բան դրա մեջ չկա, գոյություն չունի, դա մի եսիմինչ հեղուկ է, որտեղ ոչ մի բան չի գոյանում։ Դա նշանակում է իսկ կողքի լիճը Գալիլեյսկի օզերան, այդ լիճը, այդ ծովը, այսպես ասած, էլի գալիս են գետեր, բայց իրանից էլ շատ դուրս են գալիս։ Այդտեղ ամեն տեսակի ձկներ կան, ամեն տեսակի շատ հարուստ ձկներ են, կենդանություն կա։ Հիշեք, այտենց մարդուն նույնիսկ բարև չեն տալիս, նախանց, էգոիստ, մենակ իրա մասին մտածող, մենակ իրա մասին, էլ ոչ մեկ, նա անգերել չունի, էդ էլ հիշեք։ Լավ, շարունակենք։ Առատաձեռն կյանքը, դա օրհնված կյանքը, հիշեք, որն օծված է նաև, նրա օրհնությունները շատ են, առատաձեռն մարդու օրհնությունները շատ են, իսկ ագահների կյանքը եւ նրանց սիրտը կործանում է տանում ու կարծրացած է, շատ պինդ է։ Լսել եք, որ այտենց պոպոկի անուն կա, քցիպ ընկույս, ով է լսել տես բան։ Լսել եք, որ մարդուն էլ են ասում, շատ քցիպ մարդ է։ Լսել եք, թե չեք լսել։ Սիրելիներս, աշխարհում միգուցե մենք էլ ենք շատ քցիպ եղել աշխարհում, բայց նույնիսկ աշխարհում կան մարդիկ, որ շատ առատաձեռն են, նույնիսկ աշխարհում առատաձեռնությունը դա աստվածային պարգև է։ Միայն Աստվածը առատաձեռն։ Երեք մեկը հարցնում է. «Բա լավ, այս մարդիկ չեն հավատում, վատ մարդիկ են։ Բա ո՞նց է, որ Աստված իրանց օրհնում է»։ Ո՞նց է, որ օրհնում է, մելանքուր։ Ռաֆիկ եղբայր, ո՞նց է Աստված այդ վատին օրհնում է։ Որտև նա Աստված է։ Բոլորին շանս է տալիս։
բոլորին տալիս է հնարավորություն։ Նա օրտնով տվող Աստված է, նույնիսկ վատին էլ, նույնիսկ նրան, ով որ Աստծուն բան է ասում, հայհոյում է։ Բայց մեզ մի քիչ մի բան չասեն, մենք ինչ օրհնություն, ինչ ասես կթափենք իր գլխին, սիրելիներս։ Իսկ հələ փորձիր քեզ անիծողին, քեզ վատ բան ասողին դու օրհնես։ Հələ փորձիր։ Ես քեզ ասեմ, հենց Աստված հենց այդ է ուզում, որ քեզ վատ բան արողին, չտվողին, չարողին, չօգնողին դու կարողանաս տալ։ Այս մարդը կմնա շիվար, ես սրա վատություն եմ անում, էսի չանում ինձ։ Ասում է այդ ժամանակ կրակի կայծերը դու ինչքան կարող ես թարգման, ինձ ուղղություն ցույց մի տուր, քույրիկս։ Մի շեղի, ասեմ, եւ Աստված հենց օրհնում է տենց առատաձեռն մարդուն կարողանում է տալ այն ավելին, որ նա կարողանա այլ ավելի տալ, իսկ քցիպ մարդուն այսպես ասած չի էլ տալիս։ Առատաձեռն մարդը առատաձեռնությունը որպես հավատի արտահայտում, տեսեք, առատաձեռն մարդը կարա հավատացյալ մարդն, ես հավատում եմ, որ հավատացյալները առատաձեռն մարդիկ են։ Ես այս պահը կխնդրեմ, որ չթարգմանի, բայց ուզում եմ, որ բոլորդ լսեք, չթարգմանես այս պահը։ Այս տղան, որ մեր մեջ նստած է, այս տղան ձյուն չի տեսել, դու գիտեք։ Տենց աշկերները ցաղ մի թեքեք իրան պես նայեք, ես նայում եմ ուշադիր ձեզ, այս մարդ իրանց մոտ ձյուն չկա, ձյուն չի տեսել։ Ես հարցնում եմ, ասեմ, բա ձմեռը ո՞նց ես անել, ասում է, բայց այդ ի՞նչ է։ Ուրեմն տարել եմ, որ շորեր եմ ցույց տվել, բայց ես մոտս փող չկար, որ առնեի, բայց ես ես ասեմ, մենք պետքա կուրտկա առնենք, սապոգ առնենք, ամեն ինչ էլ առնենք տանք իրան։ Հիմա որ դու լսում ես, թող քո սիրտը մտածի այդ մասին։ Թող քո միտքը մտածի, այս մարդը ձմեռ չի տեսել, ձյուն չի տեսել։ Բայց պետքա մենք կարողանանք առատաձեռնությամբ օգնել տենց մարդուն, հասկանում ես։ Ես հենց օրինակը բերում եմ ոչ թե մենակ լսող ելնենք, այլ մի բան անենք, որ կարող է մեկն ասի, ես իրան սապոգներ եմ առնելու, վերցնի ստեղից տանի մի հատ սապոգ առնի, մեկն էլ ասի, ես իրան կուրտկա եմ առնելու, տանի ու կուրտկան առնի, թարգմանի, մնացած կթարգմանես։ Եվ այսպես առատաձեռնությունը պարզապես խոսքեր չեն, դա մեր հավատքի քայլն է, վստահություն առ Աստված, Աստծո նկատմամբ, նրա խոսքի նկատմամբ հնազանդվելն է եւ դրա արտահայտությունն է։ Մաղաքիայում մենք տեսում ենք մարգարեի միջոցով Տերը ասում է. բոլոր տասանորդները պահեստավորեք, տարեք իմ տուն, պահեստավորեք, որպեսզի ուտելիք լինի իմ տանը եւ փորձեք ինձ այս բանում։ Տեսեք ինչ ասում։ Այս մի բանի մեջ տասանորդի մեջ ինձ փորձեք։ Տեսեք, ես չեմ բացի երկնքի պատուհանները եւ շատ օրհնեմ քեզ։ Աստված ուրիշ տեղ չի ասում փորձի ինձ, չի ասում լուսամուտից քեզ գցի ու փորձի մի հատ, տես ես չեմ տա քեզ թևեր արծիվի պես որ թռնես, տես բա չի ասում։ Չի ասում գնա մի աննորմալություն արա, տես ես քեզ չեմ օգնի, ոչ, բայց այս մի տեղ ասում է ինձ փորձի այստեղ, ես քեզ չեմ հարստացնի, ես քեզ ամեն ինչ չեմ տա, փորձիր խնդրեմ։ Եվ տարեք բոլորը, որ իմ տանը օրհնություն լինի։ Այսօր Ահարո եղբայրը երբ որ խոսեց, ասում է կան մարդիկ, որ ֆինանսավորում էին Հիսուսի ճանապարհը։ Կան տենց մարդիկ, որ ֆինանսավորում էին Հիսուսի ճանապարհը։ Կարդացել եք, գիտեք, որ նրանցից շատը կանայք էին։ Հիմա մի բան էլ ասեմ։ Ուրեմն դուք իմացեք, ով որ տասանորդ եւ ընծայ է տալի, այդ նույն մարդն է։ Հենց Հիսուսի ճանապարհը Հիսուսին ֆինանսավորող մարդն է։ Իր գործը այսօր շարունակվում է, որտեղ նա մեռած չի, նա կենթանի է եւ նա այստեղ է, որտեղ երկուսը եւ երեքը իր անունով եւ մենք եկել ենք իր անունով հավաքվել ենք ստեղ։ Ով որ իր անունով հավաքվի, նա օրհնված է ալնելու։ Ու Աստված ներկայ է լինելու իր ընծային, իր տվածին։ Թե ոնց այս մարդը տալիս իրան, հետևում այն։ Մաղաքիա 3:10 Աստված մեզ կոչ է անում փորձել, այո, փորձեք այդ տարբերակը ու տեսեք, միթե երկնքի պատուհանները չեմ բացի։ Ես հարյուրավոր մարդիկ եմ տեսել։ Բան եմ ասում ձեզ, հարյուրներն եմ տեսել, եթե ոչ ավելին։
թե մարդը ոնց է պատմել, թե ոնց է ինքը 10-որդը սկսել հավատարիմ տալ եւ Աստված սկսել է օրհնել։ 1-ը 2, 2-ը 10, 10-ը 20։ Այսօր այդ մարդիկ մեծ օրհնություն ունեն։ Երեք ես նույնիսկ մի նկար էի դրել Գոր եղբայրը Հրազդանից, չէ՞ որ հարուստ եւ օրհնված եղբայրը։ Եվ այդ մարդը այսօր եկեղեցու ֆինանսավորողներից մեկն է եւ ամբողջ եկեղեցու եղբայրները ունևոր են, որ տան տվել են եւ Տերը տվել է իրանց։ Հասկանում եք, ես չեմ հավատում, որ մարդը աղքատության մեջ է կանչված։ Հասկանում եք, բայց զգուշ եղեք, չլինի որ ունեցվածքին մարդու սիրտը կպնի եւ դառնա ագահ։ Ղուկաս 6:38-ում ասում է. տվեք եւ ձեզ կտրվի, լավ չափով, սեղմված չափով, ցնցված, ձեր գոգը կլցվի։ Տեսեք ինչ է ասում. տվեք եւ ձեզ կտրվի, ինչքան։ Չի ասում մի քիչ կտրվի։ Տվեք եւ ձեզ կտրվի։ Ինչ չափով չափեք, այդ չափով կչափեք։ Եթե մարդը ընդամենը իր 50 մանեթա, այդ իր ագահությունն է, չի կարող 100 մանեթից ենկով չի կարող մեկին լավություն անի։ 1000 մանեթից ենկով չի կարող անել։ Այդ իր չափն է, այդ իր սրտի չափն է։ Այդ չափով է չափում, այդ չափով է կարողանում մեկին օգնի։ Հիշում եմ նույնիսկ քույրիկներից մեկը ասում է, լսի, ես ինչ կարամ անեմ, ես կարամ ինչ գումար հավաքեմ տամ։ Գիտեք, երբ որ քույրիկն է դաժե տես բան ասում, ես մեկ ամաչում եմ, որ եղբայրը չի կարում զոհաբերություն անի։ Ինչքան սարսափելի է, մանավանդ տղամարդը, որ տվող չի, մանավանդ տղամարդը, որ գցի բա։ Ես զարմանում եմ այդ մարդը ոնց պիտի ամուսնանա։ Մեկը լավ ծիծաղեց։ Փառք Աստծո, բա ոնց այդ մարդը ոնց ամուսնանա, վաղը ոչ մի բան չի առնելու այդ կնոջը։ Հաշմա մատանին առնեմ, թե չառնեմ։ Թանկ է, ոնց է վեր չառնեմ։ Ծաղիկը առնեմ, թե չի։ Ասում է, քանի անգամ ես տարին ծաղիկներ նվիրում։ Դե ասում է ամուսնանած մի հատ ծաղիկ տվել եմ, էլի։ Սիրելիներս, էդ էլ է քցիբություն, երբ որ իր տանը չի կարողանում նվերներ առնի։ Չի կարող, երեխեն փողա, չի կարող, չի տալիս, ինչի քցիբա, չի տալիս, հավաքում։ Գիտեք չէ, մի հատ սենց դեպքեր եղել, այտենց մի հատ քցիբ մարդ, որ ոչ մի բան չէր ունեցել, վերջը, ոչ մի ընկեր չուներ, ոչ մեկ չուներ, տունն էլ շատ բոլորից գիտեին, որ փող է ստանում, թոշակ է ստանում, ինչ ստանում էր, հավաքում էր, պահում էր, ոչ մեկ չէր գտնում, ասում մի անգամ բարձրանում են իրանց կրիշը, ով է լսել, այդ պատմությունը իսկապես Հայաստանում, ասում է կրիշում գտնում են իր համար դագաղ առել, որ ասում է, որ հանկարծ ուրիշը կարող է չառնեք, ինքը որ գցիբ է, մտածում է, ասում է, կարող է ինձ դագաղ չառնեմ։ Դագաղ առել իր համար, վերջը իր փողերը հավաքում է այդ դագաղի մեջ, ոսկիները փողերը վերջը հավաքում է այդ դագաղի մեջ, երկու հարցները գտնում են, տեսնում են, այդ դագաղը դրանց է, բացում են, տեսնում են, այս մարդը տարիներով հավաքել է այդ բանը։ Գիտեք ինչ կա, երբ որ մարդը ագահ է, չի գիտի իր դիմացինն էլ է ագահ, նույնը հակառակը, երբ որ մարդը շռայլ է, գիտի իր դիմացինն էլ է շռայլ, ու նոմա դու անում ես ու տեսնում ես այն կողմից ոչ մի պատասխան չկա։ Բայց երբեմն դու շարունակի անել, միգուցե իր մոտ էլ գա այդ փոփոխությունը եւ այդ ագահությունը մարդու կյանքը կարա քանդի։ Աբրահամը շատ առատաձեռն էր, տենցա Տիգրան թե չէ, կարդացել ես իր պատմությունը, Աբրահամը առատաձեռն էր, Աբրահամը տալիս էր, Աբրահամը շատ հովիվներ ուներ, ամեն մեկը ապահովված էր, Սողոմոնը առատաձեռն էր, ասում նրա տան ժողովուրդը հարուստ էին, հագնված էին անենց սիրուն, որ նույնիսկ թագուհին որ եկավ, տեսավ իմ նման թագուհու պես են հագնված, իրա ծառաները։ Ասում ուշքը գնաց ընկավ, որտեղ տեսավ ծառաները հագնված են թագուհու նման, պատկերացնում ես։ Էս ինչ բան է։ Ատես մենակ թագուհին կարա հագնվի, բայց ոչ թե ծառան, բայց արի տես նա առատաձեռն էր, նա հագցնում էր, նա տալիս էր, նա օրհնում էր։ Այս առատաձեռնությունն է, սիրելիներս։ Մարկոս 12:40
1:44 Աստծո առաջ օրհնված է ոչ թե աղքատայրին տաճարում նա 2 լումա նվիրաբերեց, իսկ Հիսուսն ասաց, որ նա ավելի շատ տվեց, քան բոլորը, որովհետև տվեց իր ապրուստի ինչքան մասը, քանի տոկոսը տվեց, քանիսը տոկոս, հլը դու ասա Արմենի ջան, լրիվ տվեց, հլը տես, հասկանում եք ինչա, այդ նշանակում է, աղ մի 2 ժամից ես կմեռնեմ, մի 2-3 ժամից հետո բան չեմ ունենա ուտելու, ես ոնց կանեմ, ահա թե ինչը բարդուն ստիպում է դառնա չվստահել, դրա մեջ կա անվստահություն, այդ ժլատության մեջ, այդ ագահության մեջ կա չվստահություն, ես հավաքեմ, որ ես ինձ պահեմ, հասկանում եք ինչ եմ ասում, որտեղից է գալիս հիվանդությունը կպնում մարդին, մեկը կարա ինձ ասի, վատ ապրելուց, վատ բանից, եսի ինչից, սխալ ուտելուց, հա, գալիս կպտում է, դու կարող ես շատ լավ ուտես, շատ լավ հագնվես, շատ ճիշտ քայլես, բայց մի խմած մարդ գա, տա, ավտոյը ջարդի գնա, որ քեզանից կախված չի, հասկանում ես, Տերը մեզ պահում է ամեն օր, հագցնում է ամեն օր, մենք պետք է վստահենք մեր կյանքը ամեն օր իրան, ով որ հավաքում է իր վաղվա օրվա համար, անպայման, նա չի վստահում իրան, ահա թե Տերը ինչ ասեց, այս սա վստահում է ինձ ամեն օր, հիմա խնդրում եմ, այս օրինակը ասեմ ու ձեռ բարձրացնեն նրանք, ում հետ եղել է, որ քո մոտ ամեն ինչ վերջացել է, եւ ոչ մի հույս չունես ինչ որ մի տեղից, որ պիտի գա, ու մեկ էլ հանկարծ այդ վերջացածը պահին, ինչ որ մեկը, հենա անդան արդեն ձեռը բարձր, զանգում է հենա Արմինեն բարձրացել ձեռքերը, ասեմ բոլորդ էլ եղել է ձեր կյանքում, զանգում է քեզ ասում է այսքան գումար, այս մի բանը, որ քեզ պետք է, աղբերս ասում է մենք տեղափոխվել ենք մեր տուն, մի հատ սպալնյա կրավատ ունենք, այդ ենք տարել արդեն Երևանում իրանց նոր տունը, ու էլ ոչինչ այդ մի անկողինն է, որի մեջ մտածում ենք, լավ 5-ով ոնց ենք քնելու ես մի հատ տեղ աշխորհի վրա, դե լավ ասում մի կերպ կքնենք, գալիս ենք մենք մեր տուն, մեկ էլ իմ հորեղբորս տղան գալիս ասում է, ես քեզ դիվան եմ նվիրում, այն մեկը գումար է բերում նվիրում, այդ պահին թե ոչ ես եմ գումար ուղարկում, չենք իմանում, ասում է արդեն երեկոյան, լսեք ինչ ասում, մենք ունենք 2 հատ անկողին, մի հատ դիվան, բոլոր մեբելն ունենք, հաջորդ օրն էլ գնացինք սառնարան, լվացքի մեքենա եւ մնացածը կարողացանք ձևակերպել 1 օրվա մեջ, 2 օրվա մեջ, մարդկանց տունը լցվում է, որտեղ Տերը գիտի քո կարիքը եւ նա հոգում է քո կարիքը, մեկը կասի ամեն։ Թող ասի ամեն նա, ով որ այդ անցել է։ Ում հետ դա կատարվել է։ Այդ դրա համար այս կինը ասում է վստահեց իրան։ Իսկ այն մյուսը չվստահեց գիտես ինչի, որտեղ իր ավել ցուկից գցեց եկո։ Ավել է, էսի կարամ տամ։ Տերը քննում է առատաձեռն սիրտը, տեսնում է առատաձեռն սիրտը, տեսնում է առատաձեռն մարդու եւ երբեք նա քեզ չի թողնի։ Քեզ բարձացնելով կբարձրացնի, բարձրացնելով կբարձրացնի։ Երեք էս գործն է իրանում, վաղը մի ուրիշն է անելու։ Գիտեք ինչ կա, ինձ համար լավ օրինակներից մեկը Ահարոնն է։ Երբեմն ես որ եկա ինքը նստած ատամ էր սարքում։ Նստած ատամ էր սարքում, տես մի ատամ, 2, 3 ու շատ արագ էր սարքում ու բոլորը իր մոտ սովորում էին։ Իսկ այսօր ինքը բժիշկ է։ Ատամը բուժում։ Գիտեք, Աստված օրհնելով օրհնում է։ Ես տեսել եմ իր առատաձեռնությունը, ես տեսել եմ իր Աստծու հետևից քայլելը։ Ես Արամի վրա էլ կասեմ այդ օրինակը։ Քիչ, ես տեսնում եմ ոնց է Աստված օրհնում առատաձեռն մարդկանց, շատ-շատերին եմ տեսել, իմ կյանքում եմ տեսել։ Փորձիր ու դու կտեսնես քո կյանքում, դու այստեղ շատ մեծ բան ես սովորելու այսօր։ Այսօրվա թեման ամենակարևոր թեմաներից մեկն է, հաղթահարել մարմնի
Քցիբություն, գիտեք ինչի մարդիկ շատ ժամանակ եկեղեցի չեն գալիս, որտեղ իրանց ասում են, այնտեղ ձեզանից փող են հավաքում, այնտեղ ձեզանից եսի ինչ են անում, այնտեղ ձեզանից թալանում են այդ փողը, որտեղ այդ մարդիկ քցիբ են, նրանք չեն կարող Տիրոջը մի բան տալ։ Իսկ Տերը նայում հետևում է ամեն մեկին։ Առատաձեռնություն չունեն, իրանք չգիտեն, որ այդ տվեց Աստված։ Հիմա ուզում եմ հարցնեմ, ով է հավատում, այն ինչ որ դու ունես, տվել է քեզ Աստված։ Փառք Աստծո, մեր եկեղեցին հավատացյալ եկեղեցի է։ Ագահության մեջ կա այսպես մի հատ նշան։ Ես եմ վաստակել, ես եմ աշխատել, իմ ձեռնա արել, ես արեցի, ես սարքեցի, ես բերեցի, ես արեցի, ոնց տամ ուրիշին։ Այո, երբ որ մարդը տենց է ասում, ես չեմ կարա տալ, չի հասկանում, որ այս ամեն ինչը տվեց իրան ով Աստված։ Ընդհանրապես Աստված տվել է ու Աստված նայում է, թե դու ինչ պիտի տաս իրան։ Այդ իմ կարիքները ավելի կարևոր են, քան ուրիշի կարիքները։ Ես ոնց տամ այս բանը, իմը ինձ համար պետք է։ Ինձ պետք է, ես ոնց տամ ուրիշին։ Հասկանում ես, հենց այդտեղ է փորձվում մարդը։ Ոնց կարա տա, ոնց կարա նվեր անի, ոնց կարա գնա առնի իր անգերուհուն, իր անկերոջը մի հատ բան տեսնում է դրա կարիքն ունի, մտածում է, գնում է, առնում է, տանում է, տալիս է, ու այդ մարդը, որ դրա կարիքը շատ ունի, տեսել եք ոնց են ուրախանում այդ մարդիկ, տեսել եք, եղել է, որ քեզ են սյուրպրիզ արել ու դու շատ ուրախացել ես, դու դրա կարիքը շատ ունեիր, ու մեկ էլ մեկը գալիս է, ու դու ասում ես, այս մարդը Աստծուց էր, լսի, այո, այդ մարդը Աստծուց էր։ Ագահություն Ագահությունը եղավ այո, մարդկանց ու Աստծու մեջ այդ պատնեշը։ Ես ես ասեմ, այո, ագահության պատճառով շատերը չեն գա եկեղեցի։ Զոհաբերության ընծայի պատճառով հավատացեք, չեն գա եկեղեցի։ Հոգեզ չեն ասի, ես ագահ եմ, դրա համար չեմ գալիս եկեղեցի։ Ով է տեսել, որ մեկը կանգնի, ասի, Արևշա, դու տես մարդ տեսած կլես, ասի, ես ագահ մարդ եմ։ Դու տեսել ես Ահարոն տես մեկին, Արամ լսած կլնեք տես, որ մեկը ասի, ես շատ ագահ մարդ եմ։ Ասենք մարդը ասում է, շատ լավ մարդ է, չէ, տես իրան գովում են, ասում են, ես շատ լավ մարդ է, հասնող, օգնող, լսել եք տես մարդու մասին, որ ասում են։ Բայց չէ դա ասում է մարդ, ագահ, ոչ հասնող, ոչ օգնող, ատեսներներ կան, գիտեք։ Ոչ մի մարդու պետք չի, ոչ մի մարդու չի հասնի, ոչ մի մարդու չի օգնի։ Եվ դա պատնեշ է, հավատացյա, որ դա գա Աստծուն, չի գա, երբեք այդ մարդը չի գա Աստծուն, բայց կյանքում էլ չի ասի, ես ագահ եմ, դրա համար չեմ գալիս, ոչ։ Հավատացյալի օրհնությունը, մեր անձնական ընտրությունը ազդում է ոչ միայն մեր վրա, այո, որ դու անձնական ընտրում ես մեկին, այլ մեր ընտանիքի վրա։ Քո ընտանիքի վրա ազդում է քո առատաձեռնությունը, օրհնությունը, որ դու կարողանաս անես քո տան համար, քո կնոջ, քո երեխու համար։ Բայց ես մի հատ բան էլ կա, շատ շռայլ մարդիկ էլ անում են շատ ուրիշների համար ու իրանց տանը իրանց ձեռը չի հասնում։ Հիշում եք, ես մի հատ խոսքեր կա, սապոժնիկ без մարդը տեսնում ես, ինքը նես չի, որ ինքը ագահա չի անում։ Անում է, բայց ուրիշների համար շատ կանի, իրա ձեռը իրա տանը չի հասնում։ Իմ տանն էլ է երբեմն տենց ելնում։ Բայց որոշել եմ ուղղեմ այդ սխալը։ Լավ։ Ուրեմն բերեք սենց մի հատ բան էլ ասեմ։
կարող ենք փորձել Աստծուն, կարող ես դու փորձել Տիրոջը, փորձես այդ հարցի մեջ, ուրիշ հարցում չփորձես, փորձես Տիրոջը, տեսնաս Տիրոջ ձեռքը ոնց է քեզ հասնում, օգնում, օրհնում։ Այսօր էլի տեղեր եմ գրել, որ շատ պիտի կարդամ, վերջում մի հատ աղոթ կանենք իրար հետ, բայց ինձ հետ մի հատ բացեք Թագավորաց Առաջի Թագավորաց 25:4-11 Եվ Դավիթը լսեց անապատի մեջ, որ Նաբաղը իր ոչխարները խուզում էր, եւ Դավիթը 10 երիտասարդ ուղարկեց, եւ Դավիթը այն երիտասարդներին ասեց. «Վեր գնացեք Կարմեղոս եւ Նաբաղի մոտ գնացեք եւ իմ անունով նրան ողջություն հայտնեցեք եւ ասացեք. ողջ կաց քեզ եւ քո տունը ողջ եղեք եւ քո բոլոր ստացվածքները խաղաղություն լինի քեզ վրա։ Եվ հիմա լսել եմ, որ ոչխարներդ խուզում ես, հիմա քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, եւ նրանց մեկ բան չի պակասել, որ չափ ժամանակ, որ մնացել են Կարմեղոսում, քո պատանիներին հարցրու, եւ թող նրանք քեզ ասեն, եւ երիտասարդները թող քո աչքերի առաջ շնորհ գտնեն, որովհետեւ բարի օրեր եկանք, շնորհք արա, որ քո ծառաներին, քո որդի Դավթի ձեռքից եկածը տաս նրան։ Եվ Դավթի երիտասարդները գնացին այս բոլոր խոսքերը պատմեցին, հասկացաք, չէ, գնացին, Դավիթը մարդ ուղարկեց, ասեց գնացեք Նաբաղին, ասեք, որ քո հոտերը, որ շատ էին, 3000 թե 7000 անասուն ուներ, մեզ մոտ էին եւ մենք իրանց պաշտպանում էինք։ Քո հովիվներին էինք պաշտպանում, քո հոտերն էինք պաշտպանում, հիմա խուզելու ժամանակն է, մեզ ուտելու բան տուր, ինչ քո ձեռիցը կգա, չի ասում 1000 հատ տուր, չի ասում 10000 հատ տուր, չի ասում 20000 հատ տուր, ասում է ինչ քո ձեռից կգա, տուր մեզ, ինչ քո սրտում կա, օգնի մեզ։ Եվ թող շնորհ գտիր եւ արա քո ծառաներին քո որդի Դավթի ձեռքից եկածը տուր նրան, եւ Դավթի երիտասարդները գնացին, բոլորը խոսեցին, համեմատ Դավթի անունով խոսեցին Նաբաղի հետ եւ կանգնեցին, ետ կանգնեն։ Եվ Նաբաղը Դավթի ծառային պատասխան տվեց եւ ասեց. Նաբաղը շատ դառը մարդ է, անունն էլ է դառը, անուն նշանակում է դառը։ Նաբաղ նշանակում է դառը մարդ։ Ասма եւ նա իր անունի նման մարդ էր։ Չար դառը մարդ, ինչ է ասում։ Եվ Դավթի ծառաներին, երիտասարդները գնացին եւ բոլորը պատմեցին, եւ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց եւ ասեց. Դավիթը ով է? Եվ Հեսուի որդին ով է? Այս օրերը իրենց տերերի երեսից փախած ծառա է։ Եվ ես իմ հացը, իմ ջուրը իմ խուզողների համար մորթված անասունները առնեմ ու մարդկանց տամ, որ չգիտեմ թե նրանք ով են։ Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ դու ով ես, չեմ էլ ուզում քեզ օգնեմ։ Դու ով ես, Դավիթն ով է։ Իսկ Դավիթը Աստծո նշանակված, օծված մարդն էր։ Աստծո օծյալն էր։ Հասկանում եք։ Գիտեք ինչ եղավ։ Ես կխնդրեմ ամբողջ գլուխը դնեք դուխովնի մոստում, ամբողջ գլուխը։ Եվ ասում է նրա ծառաները հետ դարձան եկան Դավիթին պատմեցին։ Դավիթը կատաղեց ու ասեց 400 զինվոր դուրս գա եւ այդ տնից ոչ մի տղամարդ չի պրծնել այս գիշեր։ 600 հոգուց 400-ը ասում է թուրը կապեցին ու եկան Նաբաղի տան վրա։ Եվ երիտասարդներից մեկը, Նաբաղի հովիվներից մեկը եկավ Նաբաղի կնոջը, ասեց, պատմեց այս ամբողջ պատմությունն ու ասեց, երբ որ մենք արածեցնում ենք Նաբաղի անասունները, Դավթի զինվորները մեզ պաշտպանում էին, մի հատ ոչխար չեն գողացել, չեն մորթել, տղամարդ են, չէ, զինվոր են, չէ, գյուղացու բանին չեն կպել, Նաբաղի անասուններին չկպան։ Այսօր այս մարդը ինչ է անում, Նաբաղը չի կարողանում իր ագահությունից ելնելով մի ոչխար չտվեց, հասկանում եք, մի ոչխար չտվեց։
ու տեսեք ինչա կա, դաժանություն է գալիս, երբ որ մարդուն Աստված տվել է մարդուն հնարավորություն եւ նա ոչինչ չի տալիս, ոչինչ չի անում։ Սա փորձվում է, ոչինչ չի անում Տիրոջ համար, Տիրոջ զավակի, Տիրոջ տան համար, ոչինչ չի անում։ Եվ ասում է կինը վերցրեց, լցրեց չամիչներով, լցրեց ամեն ինչով, էշերը բարձեց, կինը ամուսնուց թաքուն գնաց Դավթի առաջ ընկավ, ասեց ես գիտեմ, որ Տերը քեզ օծել է մեր երկրի վրա եւ քո ձեռով մեր թշնամիներին հաղթել է, խնդրում եմ վերցրու, թող քո բարկությունը դադարի Նաբաղի տան վրայից, ընկավ ասում է Դավիթի ոտքերը ողորմություն խնդրեց, նվերները տվեց, օրհնեց Դավթին ու հետ եկավ տուն։ Դավթի բարկությունը դադարեց, ասեց քո պատճառով ողորմում եմ Նաբաղի տունը։ Եկավ տուն, Նաբաղը գիշերը իմացավ։ Տիգրան կարդացել ես այդ մասը։ Արևշատ կարդացել ես այդ։ Ժիրայր, չես կարդացել ես, ամոթ քեզ։ Եվ ասում է, այդ գիշերը Նաբաղը իմացավ, առավոտյան ինֆարկտից մահացավ։ Սիրտը պատրվեց, իսկ սիրտը պատրվեց, դա ինչի, որտև ժլատ մարդուց, վերցե մի բան տվել էին ուրիշի, պատկերացնում ես, մարդ կարա ամեն ինչ կորցնի, հավատը չկորցնի, տունը վարվի, հավատը չվարվի։ Էլի հավատա, որ Տերը կտա, հասկանում ես, սիրտը պատրվեց, ասում է, այդ գիշեր մահացավ։ Դավիթը իմացավ, եկավ նրա կնոջը վերցրեց իր մոտ որպես կնության։ Այդ կնոջը, որը առատաձեռն եկավ Դավթի տուն, պատկերացնում եք։ Փառք Տիրոջը, առատաձեռն մարդկանց համար մեկը թող ասի ամեն։ Գործք առաքելոց 4:36 36-38 Եվ Հովսեսը, որ առաքյալներից Բարնաբաս կոչվեցավ, ով է կարդացել նոր կտակարանում Բարնաբասի մասին։ Եվ Բարնաբասը գնաց Պողոսի հետ, եւ Բարնաբասը գնաց Տիմոթեոսի հետ, Բարնաբասի մասին շատ է գրված։ Բարնաբասը հովիվ դարձավ, Բարնաբասը հզոր ծառայող դարձավ, բայց իր անունը Բարնաբաս չէր, իր անունը Հովսես էր, որ հետո դարձավ Բարնաբաս կոչվեց, որ մխիթարության որդի էր թարգմանվում, Ղևտացի ծնունդով, Կիպրացի 37 Կիպրացի նա մի ագարակ ուներ, ծախեց եւ ամբողջ գինը բերավ առաքյալների ոտքերի մոտ դրեց։ Ասма նա մի հողամաս ուներ, ծախեց եւ բերեց այդ ամբողջ գումարը դրեց առաքյալների ոտքերի մոտ։ Եվ դրանից հետո էլի մի մարդ էլ կար եւ ասում է ամբողջ եկեղեցին օրհնվեց եւ օրհնեց Բարնաբասին։ Օրհնվեց եւ օրհնեց Բարնաբասին։ Դե պատկերացրեք, այդ եկեղեցուց մի ուրիշ զույգ, որի անունն էր Անանիա եւ Սափիրա, բոլորդ գիտեք, Գործք առաքելոց 5:1-11, եւ մի մարդ, որի անունն էր Անանիա ու Սափիրա, կնոջ հետ մի կալվածք ծախեցին եւ նրա գնից թաքցրեցին, կեսից շատը պահեցին, մի փոքր բերեցին եւ դրեցին, մի բաժինը բերեցին եւ առաքյալների ոտքերի մոտ դրեցին եւ Պետրոս ասեց նրան. ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն եւ ագարակիդ գինը թաքցնես, այսինքն սատանան ինչի համար քո ինչ արեց, սիրտը ինչ արեց, մի հատ էլ ասա, սիրտը լցրեց, որ դու ինչ անես, մի հատ դու ասա, Արևշատ, ինչ անես, բա դու ասա, Հարոն, ինչ անես, Սուրբ Հոգու խաբես, բեր մի հատ ուրիշ անուն ասեմ, տեսեք բռնում է այդ տեղը, ինչի սատանան քո սիրտը լցրեց, որ դու ագահություն անես, լսում եք, բռնում է այդ խոսքը,
Հասկանում եք։ Ագահություն անես, հետո էլ սուտ խոսես։ Ու բերես տիրոջ տանը ներկայացնես սենց բան։ Սիրելի քույրս, եղբայրս, մենք բոլորս այս պատմությունը գիտենք, չէ՞։ Գիտես դու այդ պատմությունը, Արմենե ջան։ Կկարդաս։ Ասма, շարունակեմ կարդամ։ Եվ մի բաժինը թաքցրեց եւ բերեց, չէ՞ որ նա քոնն էր, ով էր քեզանից ուզում։ Չէ՞ որ նա քոնն էր։ Եվ ծախացնել էր քոնը, եւ դու դրա վրա իշխանություն ունեիր, ինչ որ այս բանը դրիր քո, ինչի այս բանը դրեցիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, խաբեցիր, այլ Աստծուն։ Եվ Անանյան հենց որ այս խոսքերը լսեց, վայր ընկավ, հոգին տվեց մեռավ։ Գիտեք, տիրոջ տան մեջ խաղ չի կարելի անել, իր զոհի հետ, իր անծայի հետ խաղ չի կարելի անել, երբ որ վերցնում ես քո զոհը, քո անծան, որ բերես, չբերես, խաղ մի արա դրա հետ։ Դու իմացի այդ քո բաժինը չի, դու հասկացի 10 ամորթը, դա տիրոջն է, դա քո բաժինը չի, առանձնացրու ու խաղ մի արա դրա հետ, ես սենց կանեմ, ես սենց կանեմ, ես սենց կանեմ, ու այդ սաղ Աստված տեսնում է, այդ սաղ Աստված գիտի ու հասկանում է, և ասում է, չապաշխարեցել է, չապաշխարեց, գարասետ կներես, հովիվ ջան, Պետրոսն էր իրանց հովիվը, սենց եղավ էլ, ես իմ մի մասը բերեցի, կամ ասեիր մի մասն եմ բերել, ծախել եմ, մի մասն եմ բերել, ինչ խնդիր կա։ Եվ ասում է, կինն էլ եկավ, հարցրեց, կնոջն էլ հարցրեց, ասեց, ճիշտ որ ծախեցի, կնոջ հետ պայմանավորվել են, մարդու կնիկ, որ կգնանք ասենք, որ ամբողջն ենք տանում, տալիս եկեղեցու։ Ասում է, ճիշտ որ ծախեցիք, ամբողջը բերեցիք, կինն էլ հա, ասեց, ինչը ձեզ, ոնց ձեր սիրտը այդքան խստացրեց, որ դուք խաբեք Սուրբ Հոգուն։ Ինչ եղավ։ Կինը մահացավ, տեղում ընկավ, մահացավ։ Ասում է, այնով որ տարան քո ամուսնու թաղեն, հետ ենք եկել, հեսա քեզ էլ են տանելու։ Ոտերը ասում է, հենց հասավ դռան մոտ, կինն էլ ընկավ, մահացավ, երկուսին տարան թաղեցին։ Տեսեք, ուզում եմ ասեմ, ագահության գինը, ագահության անեծքը ոնց կարա գա մարդու տուն ու այդ տունը քանդվի։ Շարունակենք գնանք։ Երրորդ Թագավորոս 18-ից 16 Եվ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. վեր կաց գնա Սիդոնացի Սարեփթան եւ այնտեղ նստիր եւ ահա ես այնտեղ մի որփեվայրի կնկայ հրամայրեն որ քեզ կերակրի։ Եվ վեր կացավ գնաց Սարեփթա եւ հասավ քաղաքի դուռը եւ ահա այնտեղ մի որփեվայրի կին կար։ Փայտ էր ժողովում եւ նա կանչեց նրան եւ ասեց. խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր, մի ամանու որ խմեմ։ Եվ երբ որ նա գնաց ջուր բերելու, նրան կանչեց եւ ասեց. խնդրում եմ ինձ համար մի պատարել հաց վերցրու։ Բայց նա ասեց. կենթանի է քո Տեր Աստվածը, որ ես մի նկանակ չունեմ, մի փոքր կտոր հաց էլ չունեմ ուտելու։ Բացի մի բուռ ալյուրից, որ սափորում է մնացել եւ մի քիչ յուղից։ Եվ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդիների համար, որ այն ուտեմ եւ մեռնեմ։ Եվ Եղիան ասեց նրան. մի վախեցիր, կարևոր խոսքը ստեղ վախեցիրն է, մի վախեցիր։ Մի վախենի, գնա արա քո ասացի պես, միայն թե առաջ ինձ համար բեր այս կտորը, որ ես ուտեմ, եւ երբ ինձ համար լինի, հետո քեզ ու քո որդիներին կկշտացնես, որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, սափորում ալյուրը չպիտի պակասի եւ կուժի յուղը չպիտի պակասի։ Պատկերացրեք այս իրավիճակը։ Գնում է մեկը մի հասուն տղամարդ Արամի պես սենց ամրակազմ գնում է այնտեղ, տեսնում է մի հատ կին սոված, որտեղ սով էր, ոչ Եղիան աղոթել էր 3 տարի, ոչ անձրև էր եկել, ոչ ցորեն կար, ոչ մի բան չկար։ Տեսնում է սոված այդ կինը հացը հավաքում, փայտը հավաքում ու ասում է գնա ինձ համար ուտելու բան բեր, Ժիրայր եղբայր ջան։ Մարդն ասում է ուտելու բան չունեմ։
Չէ, ասում է, բեր, առաջինը ես ուտեմ։ Ասում է, լսի, մի կտոր հաց է։ Դու պատկերացնում եք այդ իրավիճակը, մեկը պատկերացնեք, քեզ մի կին խնդրում է, տղամարդու ասում է, լսի։ Այտենց հեշտ ենք է կարդում, մեր հետ չի կատարվել էդի։ Հեշտ է, որ ընդեղ է կատարվել։ Դու չես եղել, ես քեզ ասեմ, հավատացեք, 90% տղամարդիկ, ես սենց եմ կարծում, միգուցե սխալվում եմ։ Հələ մի բան էլ ինքը կօգներ, որ տար, այս մարդը ուտեր։ Հասկանում եք, սա մարմնավոր մոտեցում է։ Ստեղ ցույց է տալիս մարմնավորը ու հոգևորը։ Ստեղ ցույց է տալիս վախը ու հավատը։ Ասում եմ մի վախեցիր, հավատա։ Այս կինը վախենում է, ասում է, ախր մի կտոր հացա, ոնց, երեխես կմեռնի հեսասովից։ Ուստեղ տիրոջ ծառան ասում է, մի վախեցիր, հավատա։ Աստված մեզ ասում է, եթե դու ես իրավիճակի մեջ ես, եթե դու լուրջ խնդրի մեջ ես ու չես իմանում վաղը ինչ կլինի, այս կնոջ մոտ այս իրավիճակներ, վաղը հաց չի լինի։ Ու սա ժողովուրդը մեռնում են, ամեն օր այդ մեկին տանում թաղում են ու պատկերացնում է, ես էլ իմ տղան էլ մեռնելու ենք, ուտենք ու մեռնենք, որտեվ սով է, երկրում սով է։ Ուստեղ գալիս է մարգարեն ասում է, քո մարմնավորը տուր ինձ, քո մարմնավորը տուր ինձ, հետո մարմնավորի կարիք չես ունենա։ Հասկանում եք ինչ է նշանակում։ Քո ֆինանսները ես կհոգամ արդեն, մի մտածի, ասում եմ։ Ես քո պրոբլեմները կլուծեմ, էլ դու չես մտածի դրա մասին, վստահի ինձ։ Եվ այդ գիդը սարքում է, բերում է տալիս է, նա էլ սուսուփուս նստում ուտում է, պատկերացնում եք այդ իրավիճակը, սոված գիդը նայում է, թե այս տղամարդը ոնց է ուտում իր սարքած է, բայց հետո գնում է, տեսնում է ալյուրը չի պակասում, յուղը չի պակասում, ամեն։ Թող մեր կյանքում գա այս իրավիճակը, թող մեր կյանքում գա վստահությունը առ Աստված, որ դու ասես, ես վստահում եմ Տիրոջս, տալիս եմ իրան իր բաժինը, այդ Տիրոջ բաժինն էր, Տերը ուզում էր տեսնել այս մարդը, կտա իրան, իր բաժինը, հենց տվեց ասեց, ուրեմն դու իմն ես, դու իմ նման ես մտածում, Տերը առատաձեռն է, Տերը բոլորին է տալիս, ամեն։ Մարկոս 12:41 Եվ Հիսուսը գանձանակի դիմաց նստած մտիկ էր անում, թե ժողովուրդը ինչպես է փող գցում։ Դուք գիտեք, որ Հիսուսը այնտեղ արևշատի տեղը նստած նայում է, թե գանձանակում ոնց է փող գցում արդեն։ Գիտեք, թե չգիտեք։ Չեք տեսել իրան այնտեղ։ Եվ Հիսուսը գանձանակի դիմաց նստած մտիկ էր անում, թե ժողովուրդը ինչպես են փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ, շատ բաներ էին գցում, եւ մի աղքատ կին, որբևայրի եկավ երկու լումա գցեց, որ մի նաքարակիտ էր, եւ իր աշակերտները նրան մոտ կանչեց, իրեն մոտ կանչեց եւ ասեց նրան. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այս աղքատ որբևայրին գանձանակը գցողներից առավել եւս գցեց, որովհետեւ նա գցեց իր ունեցվածքի ամբողջը։ Այս մասին արդեն խոսեցինք։ Այո, թող Տերը օրհնի այդ տեսակի մարդուն։ Եվ Ղուկաս 12:13-ից 53-ը։ Եվ ժողովրդից մեկը նրանց մոտ եկավ եւ ասեց. Վարդապետ, Վարդապետ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի։ Եվ նա էլ ասեց նրան. Ով մարդ, ով կարգեց ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանարար, եւ նրանց ասեց. տեսեք եւ զգուշ եղեք ագահությունից։ Տերը զգուշացնում է Հիսուսը բոլորիս, ինձ եւ քեզ։ Վիճա եղբայր Աննակ ու բոլորիս, անուններ չտամ բոլորիդ։ Զգուշացնում է, ասում է, տեսեք, զգուշ եղեք ինչից, ագահությունից։ Երկու աղբեր տունը ուզում են կիսեն։ Տեսել եք
տես պատմություն, որ կռվում են, վիճում են տան համար, դուք տեսել եք տես բան, հա? Չեք տեսել, հա, Մելանքուր ջան։ Միգուցե մասնակցել եք։ Դա։ Ու գալիս են Հիսուսին ասում են, ու ստեղ Հիսուս ասում է, այ խելոքներ, զգուշ եղեք ագահությունից։ Կյանքիդ կեսից շատ ապրել ես, էլ բան չի մնացել, որ գաս իմ մոտ, բան չի մնացել, ու դու հլը ընգած, տուն ես բաժանում, ում հասավ, ում չհասավ, ում կհասնի, ում չի հասնի։ Մարդու սիրտը այդ այնց է, կպնում է Աստծու տվածին։ Սիրտը կպնում է Աստծու տվածին, ոչ թե Աստծուն, հասկանում եք։ Ու Տերը ստեղ ասում է, զգուշ եղեք ագահությունից, ով մարդ, և նրանց զգուշ եղեք ագահությունից, որ մարդիս ստացվածքի առավելությունը չէ նրա կյանքը, քո կյանքը քո ունեցվածքով չի չափվում, ինչ ուզում ես շատ ունենաս, ուզում ես քիչ ունենաս, դրանով չի չափվում, ասում է ես քեզ կտամ, որ շատ ունենաս, բայց դու չպետք է բռնես էդի, դա չի քո համար կարևորը, հավաքես, ու հենց որ գան դրան կպնես սիրտը ճակի մեռնես, հենց որ գան կիսեն բախի, բա իմ հերը, բա իմ մերը, այս տունը կիսեց, այս տունը այսքանը ինձ տվեց, այսքանը չտվեց, ինչի որտև կպել է այդ տանը, կպել է քարին, դա է իր կուրքը, դա է իր Աստվածը, դա է իր պաշտելու առարկան։ Եվ նրանց մի առակ խոսեց և ասեց, մի հարուստ մարդ արտը առավ և պտուղ տվեց և նա իր մտքումը մտածում էր և ասում էր, ինչ անեմ այստեղ, այս պտուղներս ժողովեմ, հավաքեմ և ասեց, այս կանեմ, շտեմարաններս կքանդեմ, նոր մեծերը կսարքեմ, մեծ ամբարներ կշինեմ և բոլոր բարիքներն ու բերքերը կհավաքեմ, կժողովեմ իմ մոտ և իմ անձին կասեմ, ով իմ անձ, շատ բարիք ունես, շատ տարիների համար ամբարած ունես, հանգստացիր, կեր, խմի, քեֆ արա, զվարճացիր, ուրախացիր, այսօր մարդիկ ինչը հենց հետ են անում, որ հավաքեն, փող ունենան, էլ չաշխատեն, ու ասեն կեր, խմի, քեֆ արա, ուրախացի։ Բայց Աստված նրան ասեց, անմիտ, հիմար ուրիշ խոսքերով, հենց այս գիշեր հոգիդ քեզանից հետ կպահանջեմ, ապա այս որ պատրաստեցիր, ում կմնա։ Այն ինչ որ հավաքեցիր, այն ինչ որ սարքեցիր, այն ինչ որ քո համար ամենաթանկն էր, այդ ում կմնա, ում ես տալու, ինչ ես անելու։ Ամենամեծ բանը, որ կարողանալու ես անես, դա լինել առատաձեռն բոլորին, կարողանալ տալ, որտև խոսքը ասում է, լավ է տալը, քան թե առնելը, դա աստվածային է։ Իր աշակերտներին ասել, դրա համար ասում եմ ձեզ, հոգ մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք, և ոչ էլ մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, հոգին ավելի իր կերակուրից։ Ես մի հատ սենց աղոտ կուզեմ անենք։ Տեր Աստված շատ շնորհակալություն, որ տվել ես ինձ կերակուր։ Միշտ այդ աղոտ կանում եք, թե չէ։ Ձեր տանը աղոթում եք, ով է աղոթում իր տանը, աղոթում ու սովորացնում աղոթել։ Լավ կլինի, որ քո տանը տեսնան, թե դու ոնց ես աղոթում և քո երեխեքը տեսնան, թե դու ոնց ես աղոթում ուտելու համար, որտև ստեղ ասում է, գոհացեք։ Աշակերտներին ասեց, ձեր ուտելիքի համար, մենք շնորհակալ ենք դրա համար միշտ ունենում ենք ուտելիք, ճիշտ է։ Հիմա ուզում եմ հարցնել, ով է հագնելու համար աղոթում։ Ձեռ չկա։ Մելաքուր դե նայի, Ռաֆիկ եղբայր։ Շուր արի նայի, ոչ մեկ չի աղոթում։ Ատա կլոր չեք ոչ մեկը, դա խելոքներ ջան։ Բախ ինչ եք աղոթում, փառք Աստծո, որ ես տկլոր չեմ։
Հաջորդ աղոթքը։ Ինչ պիտի հագնեք, հոգ արեք կերակուրի համար, մարմնի համար, հագուստների համար, մտիկ արեք ագռավներին, որ ոչ սերմանում են եւ ոչ էլ հնձում են։ Սիրելիներս, այո, ոչ ագռավները, ոչ թռչունները, ոչ գազանները եւ Աստված բոլորին կերակրում է, շորերա տալի, ձմեռայի շորեր ունեն։ Գիտեք, որ կենդանիներ կան ձմեռայի շորեր ունեն։ Իրանց բուրդը շատանում է եւ ձմեռը իրանք տաքանում են այդ բրդով։ Մենք այդ չենք տեսնում, չենք հասկանում։ Սրանց հետո շորերի համար աղոթեք։ Պետք կարևոր բան, փառք Աստծո, վերարկու ես տվել, փառք ես Տեր Աստված, շոր ես տվել, չմրսեցի ես ձմեռ կոշիկ ես տվել։ Չենք աղոթում, որտեվ արդեն ունենք ու կարիք չունենք հատուկ շնորհակալ լինելու։ Մտիկ արեք ագռավներին, որ սերմում են, որ ցանում են եւ շտեմարաններում չունեն եւ Աստված կերակրում է նրանց, դուք որ նրանցից ավելի արժեքավոր եք, ձեզանից ով կարող է իր հոգս անելով իր հասակը մի քիչ բարձրացնել կամ իր հասակը իջեցնել, արդյոք եթե ամենափոքր բաների համար կարող չեք անել, ինչի եք ուրիշ բաների համար հոգ անում։ Եվ Տերը տեսավ, որ մարդը հոգս անում իր ունեցվածքի, ուտելիքի, փողի, հարստության, ամեն ինչի տան համար, դրա համար ասեց։ Եվ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մեջ նրանցից մեկի նման չհագնվեց, իսկ եթե հանդի խոտը, որ այսօր կա եւ վաղը փուրն է գցվում, այրվում է, Աստված այնպես է հագցնում նրանց եւ առավել եւս ձեզ թերահավատներ, որ ասում է քիչ եք հավատում, եթե շատ հավատաք, թերահավատներ կհագցնի եւ դուք մի որոնեք թե ինչ ուտեք կամ ինչ խմեք եւ մի գոռացեք եւ մի գրգռվեք, որովհետեւ այս բոլոր բաները աշխարհի հեթանոսներն են որոնում, բայց ձեր հայրը գիտի, որ դրանք ձեզ պետք են։ Այդ ամեն ինչը չի ասում, թե ձեզ պետք չեն, մի արեք, մի առեք, մի կերեք, տուն պետք չի, էս պետք չի, այն պետք չի, մարդիկ կարող է սխալ հասկանան, ճիշտ հասկացի, այդ ամենը մեզ պետք է, ավտոն էլա քեզ պետք, տունն էլա քեզ պետք, շորն էլա քեզ պետք, հացն էլա պետք, ուտելն էլա պետք, քեզ, քո երեխեքին, քո հարազատներին, քո բարեկամներին, բայց այդ չի կարևոր։ Եվ Տերն ասում է, ես գիտեմ, որ այդ սաղ քեզ պետք են։ Եվ մի վախենա փոքր հոտ, որովհետև այդ բոլորը աշխարհի հեթան, սակայն Աստծո արքայությունը խնդրեցեք եւ այդ բոլորը կտամ կավելացնեմ ձեզ։ Սիրելիս, ուզում ես ոչ մի բանի կարիք չունենաս, հոգ չունենաս, Աստծո արքայությունը փնտրի։ Առաջին հերթին քո կյանքում թող լինի Աստծո արքայությունը։ Գիտես շատերը ինչի չեն ստեղ, ինչի չեն գալիս, որտեվ իրանց հոգսն են փնտրում, իրանց հոգսերն են հոգում, մարմնավոր հաճույքներն են ուզում, այսօր ծնունդ է, վաղը կնունք է, քեֆ է, զանգում եմ, ասում եմ ծնունդ են մեզ հրավիրել, դու կիրակի օրը ինչ գործ ունես ծնունդի, դու կիրակի օրը արի Տիրոջ տուն, Աստծո արքայությունը փնտրի քո կյանքում։ Հետո կգնաս կմասնակցես։ Ձեր ստացվածքը ծախեցեք եւ ողորմություն տվեք, ձեզ համար չհնացող քսակներ շինեցեք, անապական գանձեր երկնքում, որտեղ գողը չի մոտենում եւ ոչ էլ ցեցը ապականում է։ Միշտ հիշիր, այն ինչ որ դու դնում ես Տիրոջ տան մեջ, ամբողջը գնում է երկնային քո հաշվին։ Երկնային քո հաշվին, մարդ կարա դա չտեսնա, չհավատա, գիտես ինչի չհավա, որտև չի հավատում, որ երկինք կա, չի հավատում, որ Տերը կա, չի հավատում Աստծուն, հավատում է իրան, որ այսօր այստեղ ուտեմ, խմեմ, ծախսեմ, ստեղ ապրեմ, բա որ կյանքդ կտրվի, ու դու կանգնես, ասի լսի, այս մարդը հավատացյալ էր, գնում էր, անում էր, իմ տան համար, երկնային արքայության համար, իրա երկնային արքայություն, բա դու ինչ ես ուզում, որ ես քեզ թողեմ գնաս երկնային արքայություն, որ չես հավատում,
Եթե հավատայիր, կանեիր։ Եթե հավատայիր, այս խոսքը կանեիր։ Ձեր գանձերը կդիզեինք երկնային արքայության մեջ։ Թող ձեր գոտիները պնդվեն, կապված լինեն ձեր մեջքին եւ ձեր ճրակը վառված լինի, այսինքն Աստծո խոսքը լույսն է քո մեջ, վառվի միշտ։ Եվ դուք նման եղեք մարդկանց, որ սպասում են իրենց Տիրոջը, թե նա երբ պիտի դառնա հարսանիքից, որ երբ որ գա եւ դուռը թակե շուտով բանա նրա առաջ եւ ենանի այն ծառային, որ Տերը գալիս է եւ արթուն է գտնում նրան եւ բոլորն ասեն. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե գոտիները մեջքին կկապեն եւ նրանց սեղան կնստեցնեն եւ առաջ եկած կծառայեն նրանց եւ եթե երրորդ կամ երկրորդ կամ երրորդ ժամին էլ գա եւ այնտեղ գտնի երանի այն ծառաներին, բայց սա իմացեք, որ եթե տանտերը գիտենար թե գողն ու ժամը երբ կգան, արթուն կկենար եւ չեր թող տալ իր տունը ծակեն, արդուք պատրաստ եղեք, որովհետեւ այն ժամին ոք չի կարծում, մարդի որդին երբ կգա։ Եվ Պետրոսը ասեց նրան. այդ առակը մեզ ես ասում, թե ամենքին ես ասում։ Եվ Տերն ասեց. ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր Տերը իր գերդաստանի վրա կարգեց, որ նրանց կերակուր տա ժամանակին, երանի այն ծառային, որ իր Տերը երբ որ գա, նրան անելիս կգտնի, նրա տան մեջ։ Երանի քեզ, երբ որ գա, տեսնա իր տան մեջ, եկեղեցու մեջ ինչ որ ծառայություն ես անում։ Ես գիտեմ շատերը տեսօր ծառայողներ եք կոչվում, ինչ որ բան եք անում։ Ես ուզում եմ, որ դուք մի բան անեք, բայց իմ ուզելը քիչ է։ Դուք պետք է ուզենաք։ Տիրոջ տան մեջ դու պետք է ուզենաս ծառայես։ Մի բան անես, ասես ես ինչ կարամ անեմ։ Ես սպասում եմ այն օրը երբ է գալու, որ իմ աղջիկը որ սովորում է, ստեղ պար կդնի, հոգևոր երգեր կլնեն, ու ինքը կհավաքի երիտասարդներին մի հատ պար կդնի։ Սպասում եմ, տեսնաս երբ կլնի, երբ կհասկանա։ Դու ունես մի հատ շնորհք, այդ շնորհքը օգտագործես Տիրոջ տան համար։ Այն մարդը երեկվանից բանը սարքում, որ սեղան դնի, հավաքի։ Ամեն մեկը իր շնորհքը ունի, իր Տիրոջ տան մեջ։ Երբեք չհավատաք ու չլսեք այն մարդկանց, որ ասում են, մեկա Տերը գալիս է, լսել եք այս բան, Տերը շուտով գալիս է։ Ինչ ես այսօր բան անում։ Դա սատանայի խաբկանքն է։ Տերը պիտի գա, այո ու ամեն։ Ու պետք է տեսնի, որ դու իր տան մեջ գործ ես անում։ Այդ մարդը սատանայի խաբկանքի մեջ մոլորյալ է եւ քեզ էլ մոլորացնում է, որ դու ոչինչ չանես։ Ամեն օր գոտիդ կապի ու ասա այսօր ես ապրում եմ Տիրոջս տան համար գործ անելով։ Ես սարքում եմ այդ շենքը ու ինձ հաճախ մեկը Տերը գալիս է, ինչ ես այդ սարքում։ Թող Տերը գա ու տեսնա, ես այնտեղ չարչարվում եմ։ Կարող է Տերը շուտ գա, մենք այնտեղ մի հատ ծառայություն էլ չանենք։ Բայց կարծում եմ, Տերը հնարավորություն կտա, որ շատերը փրկվեն։ Ու ես ամեն ինչ անելու եմ, ինչ ինձանից գալիս է, որ փրկվածների թիվը շատանա այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ, իմ ազգի մեջ։